Դարեր շարունակ մարդկանց շրջանում տարածվել է բնական ծաղիկ կոչվող մահացու հիվանդությունը, որի արդյունքում նրանց ամբողջ մարմնի վրա հայտնվել են դեղին թարախակույտեր։ Որոշ մարդիկ նաև կուրացել են, իսկ շատերը մահացել։ Հիվանդությունից փրկված մարդկանց մարմինների վրա սովորաբար մնացել են խոր սպիեր։ 18-րդ դարում Անգլիայում եղել է այս սարսափելի հիվանդության ահռելի բռնկում։ Սակայն Բենջամին Ջեսթի անունով մի անասնաբույծ նկատել է, որ իր կովերին վարակող թեթև հիվանդությունը, որը կոչվում է հորթի ծաղիկ, շատ նման է ծաղիկ հիվանդությանը։ Նա նկատեց, որ հորթի ծաղիկը կարող է վարակել նաև մարդկանց, սակայն ավելի թեթև, քան ծաղիկը։ Հետաքրքիրն այն էր, որ Բենջամինը և կտվորուհիները, որոնք նախկինում վարակվել էին հորթի ծաղիկով, չհիվանդացան ծաղիկ հիվանդությամբ։ Նրանց ինչ-որ կերպ պաշտպանեց հորթի ծաղիկ վարակը։ Այս դիտարկումը ոգեշնչեց Ջեսթիին փորձել և պաշտպանել իր ընտանիքը նույն կերպ։ Նա բոլորին վարակեց հորթի ծաղիկով, և դա աշխատեց։ Նրանցից որևէ մեկը չվարակվեց ծաղիկով։ Մի քանի տարի անց Էդվարդ Ջեններ անունով բժիշկը շարունակեց Ջեսթիի հայտնագործությունը։ Նա ցանկանում էր ապացուցել, որ հորթի ծաղիկը կարող է պաշտպանել մարդուն ծաղիկ հիվանդությունից։ Նա մի քիչ թարախ վերցրեց հորթի ծաղկով վարակված կտվորուհու մարմնի թարախային բշտիկից և տեղադրեց այն երիտասարդ տղայի ձեռքի կտրվածքի մեջ։ Երբ մի քանի օր անց այդ տղան շփվեց ծաղիկի վիրուսի հետ, նրա մոտ այդ հիվանդությունը չզարգացավ։ Ճիշտ այնպես, ինչպես Ջեսթիի և կտվորուհիների դեպքում, նրա մարմինը սովորել էր, թե ինչպես պայքարել հիվանդության դեմ։ Մենք ասում ենք, որ նա հիվանդության նկատմամբ ձեռք է բերել իմունիտետ։ Սա վճռորոշ քայլ էր պատվաստանյութերի մշակման գործում։ Իրականում Ջենների կողմից մտածված պատվաստում բառն առաջացել է լատիներեն կով, վակկա բառից։ Ջենների փորձից հետո ծաղիկի դեմ պատվաստանյութը սկսեցին արտադրել մեծ քանակությամբ։ Միլիոնավոր մարդիկ պատվաստվեցին աշխարհի բոլոր անկյուններում։ 1980 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ ծաղիկը վերացել է։ Այսօր մեզ այլևս անհրաժեշտ չէ պատվաստվել ծաղիկի դեմ, քանի որ վիրուսն այլևս չի շրջանառվում։ Այս պատմությունը օրինակ է այն մասին, թե ինչպես կարող են պատվաստանյութերն օգնել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ Ջենների հայտնագործության շնորհիվ մենք ազատվեցինք ծաղկից և այժմ շարունակում ենք մեր աշխատանքը վերացնելու այլ վարակիչ հիվանդությունները, ինչպիսին է օրինակ պոլիոմիելիտը։